Շարունակելու ենք մեր զրույցը նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթների համակարգող խորհրդական Գայանե Ղարագոյազյանի տիկին Ղարագոյազյանը համակարգում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը։ Տիկին Ղարագոյազյան, նախ նշենք, որ արցախցիները պնդում են, որ այդ ծրագիրը ձախողվել է եւ սխալ է ի սկզբանե եղել։ Ինչպես կմեկնաբանեք, դուք համաձայն եք այդ գնահատականների հետ։ Իհարկե համաձայն չեմ եւ այդ պնդումներին ի պատասխան ես կներկայացնեմ զուգահեռ իրականությունը, այսինքն այս պահի դրությամբ մեր վիճակագրությունը, որը թափ է առել վերջին 1 ամսվա ընթացքում եւ մենք այս պահի դրությամբ արդեն իսկ տրամադրել ենք 1020 հավաստագիր մեր հայրենակիցներին, որտեղ տեղյակ ենք, որ ծրագիրը փուլերով է եւ այս փուլին կարող էին դիմել հստակ չափանիշների բավարարող ընտանիքները եւ նրանց շրջանում նկատվում է արդեն դիմելիության աճ, ակտիվություն եւ 1020-ը արդեն ստացել են հավաստագիր եւ նրանցից 115-ը արդեն իրացրել են իրենց հավաստագրերը, այսինքն Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում, մարզային հիմնականում բնակավայրերում պետության աջակցությամբ ձեռք են բերել անշարժ գույք։ Մի մասն էլ նրանցից արդեն գործող հիպոթեքային վարկից մարումներ են իրականացրել։ Իդեպ այստեղ պետք է նշեմ, որ մենք ունենք 1 տասնյակից ավել ընտանիքներ, որոնց հիպոթեքային վարկը ուղղակի զրոյացվել է, քանի որ աջակցության արդյունքում աջակցությունը միանվագ է, այն ուղղվում է մայր գումարի մարմանը եւ ուղղակի աջակցությունն այնքան է եղել, որ բավարարել է, որպեսզի նրանց վարկը զրոյացվի։ Դա հսկայական աջակցություն է տեղահանված ընտանիքի համար, այսինքն վարկային բեռը ուղղակի զրոյացվում է։ 1000 ընտանիք թե 1000 մարդու մասին է խոսքը։ Ընտանիք, դա մոտավորապես մենք միջինում 4-ով ենք պատմապատկում, 4000 անձի մասին ենք խոսում։ Իսկ այս փուլում քանի ընտանիք կարող է դիմել եւ որ դիմել են 1000-ը։ Նու մեր պոտենցիալները իհարկե գնահատված, դա շուրջ 10000 ընտանիքն է, որ կարող էին դիմել։ Մենք այս փուլում այդքան ենք ակնկալում, բայց հաշվի առնելով, որ գործընթացը նոր է ակտիվացել, մենք ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ առնվազն 4000 ընտանիք մենք կունենանք արդեն վարկավորված։ Տիկին Ղարագոյազյան, նաև քննադատություններ կան, որ տրվող գումարն է ցածր եւ հնարավոր չէ այդ գումարով բնակարան ձեռք բերել։ Այո, մարզային սահմանամերձ համայնքներում կամ ավելի հեռավոր մարզերում միգուցե հնարավոր է, բայց ավելի Երևանում կամ խոշոր քաղաքներում, ինչպիսիք է օրինակ Գյումրին, Վանաձորը, Կապանը, հնարավոր չլինի այդ գումարով բնակարան քնել, իսկ արցախցիները բոլորը չէ որ գյուղաբնակ են եղել, Ստեփանակերտին ինչպես է գյուղում ապրելու։ Ես կհամաձայնեմ այն մտքին, որ գումարը չի բավականացնում անշարժ գույքի ձեռքբերմանը, եթե խոսում ենք Երևանի մասին, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող որևէ բնակապահովման ծրագրի շրջանակում երբևէ Երևանը խրախուսվող բնակավայր որպես այդպեսին չի համարվել եւ հաշվի առնելով եւ կառավարության որդեգրած քաղաքականությունը մեր ռազմավարությունը բնակապահովման ծրագրերի իրականացման հիմքում դրված, որ մենք խրախուսում ենք համաչափ տարածքային զարգացումը եւ միանշանակ խրախուսում ենք մարզային, առավել եւս սահմանամերձ մարզային բնակավայրում անշարժ գույքի ձեռքբերումը եւ հենց դրանով է պայմանավորված տրամաբանությունը, որը դրված է ծրագրի հիմքում 3, 4 եւ 5 միլիոն դրամ սահմանաչափը կախված բնակավայրից։ Եվ ես հարկ եմ համարում այստեղ պարտադիր հիշեցնել, որ 25 թվականի փետրվարի 13-ին որոշման մեջ իրականացվեց փոփոխություն, որով 4 միլիոն դրամ արժողությամբ բնակավայրերի ցանկը մի քանի անգամով մեծացավ, հա, այսինքն այս պահին ունենք 452 բնակավայր, նախկին 145-ի փոխարեն, որտեղ անշարժ գույք ձեռք բերելու պարագայում ընտանիքի 1 անդամի, այդ թվում անչափահաս անդամի հաշվով աջակցությունը 4 միլիոն դրամ է, եւ եթե խոսում ենք միջինում 4-5 անձից բաղկացած ընտանիքի մասին, եւ հենց այս փուլում խրախուսվում են հենց այդ ընտանիքները եւ արտոնությունը տրված է 3 եւ ավել երեխա ունեցող ընտանիքներին, ըստ էության մենք հենց մեծ կազմով ընտանիքների հետ գործ ունենք այս փուլում, գումարը ավելի քան բավարար է, նշածս բնակավայրերում անշարժ գույք ձեռք բերելու համար, ասեմ ավելին, ներկայիս իրացված հավաստագրերի մի մասում, մեծ մասում մենք ունենք ձևավորված դրական մնացորդ, այսինքն գույքը ձեռք է բերվել ավելի մատչելի, քան ընտանիքին հասանելիք գումարն է, եւ ընտանիքները ակնկալում են առաջիկայում դրական մնացորդի իրացման կարգը, որ հաստատվի, արդեն օր առաջ
են եւ իրացնեն իրենց դրական մնացորդը, որտեղ մի մասը նախընտրում են ձեռքբերված գույքը վերանորոգել այդ դրական մնացորդով, մյուս մասն ակնկալում է կահավորել, որոշ մարդիկ էլ ակնկալում են ձեռքբերել գյուղատնտեսական նշանակության հող, որպեսզի հետագայում զբաղվեն գյուղատնտեսությամբ, այսինքն այն եզրույթը, որ միանշանակ գումարը չի բավականացնում, իրականության հետ աղերս չունի, քանի որ մենք այստեղ ունենք այլ իրականություն, արդեն կոնկրետ վիճակագրական տվյալների տեսքով եւ 4 միլիոն դրամարժողությամբ բնակավայրերում ես հարկ եմ համարում եւս մեկ անգամ նշել, որ մենք ունենք այնպիսի մարզեր, ինչպիսիքն է Կոտայքը, Արմավիրը, Շիրակը եւ Լոռին ամբողջությամբ, եթե Կոտայքում եւ Արմավիրում կոնկրետ խոշորացված համայնքների մասին է խոսքը, այն դեպքում Հրազդանն է քաղաքը հարակից գյուղերով, Արմավիրի դեպքում Արմավիրը եւ Բաղրամյանը կրկին քաղաք եւ հարակից գյուղեր, Շիրակը եւ Լոռին ամբողջությամբ 4 միլիոն են, այսինքն այստեղ այո մեր հայրենակիցներ ունեն շատ մեծ ընտրության հնարավորություն եւ ուղղակի խորհուրդս որոշումը կայացնելուց առաջ մի քիչ երկար ուսումնասիրել այդ ցանկերը։ Տիկին Ղարագյուզյան, բայց Հայաստանում աշխատաշուկան կենտրոնացած է Երևանում եւ արցախցիների մեծամասնությունը այստեղ արդեն իսկ տեղավորվել են, շուրջ 2 տարի բնակվում են, աշխատանք ունեն, համարվել են, սոցիալիզացվել են։ Հիմա այս ծրագրով, երբ մենք պարտադրում ենք, ըստ էության, այսպիսի միջոցներով տեղափոխվել օրինակ Լոռի, Շիրակ կամ այլ մարզեր, հիմա կրկին նրանք վերաբնակեցվելու խնդիր առաջանում, մարդիկ հազիվ ադապտացվել են Երևանին, աշխատանքի են գտել, հիմա ինչպես են նորից։ Եթե հղում ենք կատարում աշխատանքին, այսինքն մենք խոսք ունենք արդեն աշխատող եւ եկամուտ ունեցող ընտանիքների մասին եւ բնավ կառավարությունը դեմ չէ, որ ընտանիքները գույքը ձեռք բերեն Երևանում, բայց մեր մոտեցումն այն է, որ եթե գույքը պետք է ձեռք բերվի Երևանում եւ չի բավականացնում աջակցությունը, ընտանիքը պետք է գիտակցի, որ ինքը պետք է ունենա ֆինանսական մասնակցություն իր գույքի, իր սեփականության ձեռքբերման գործընթացում եւ առավել եւս եթե ընտանիքի անդամները աշխատում են եւ ունեն եկամուտներ, կարող են ուղղակի հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման միջոցով կամ վարկային կամ կանխիկ ուղղակի ավելացնել հասանելիքի վրա եւ ձեռք բերել իրենց երազած գույքը Երևանում։ Իսկ եթե ապավինում ենք բացառապես սուբսիդավորմանը, ապա եթե չի բավականացնում, որտեղ այնպես չի, որ եթե մեծ կազմով ընտանիքներ են եւ ոչ կենտրոնական մասերում ենք, կենտրոնական նկատի ունեմ առաջին եւ երկրորդ գոտին, որտեղ դա ծրագրով արգելված է, ապա Երևանում եւս հնարավոր է 100% սուբսիդավորմամբ ձեռք բերել անշարժ, բայց եթե չի բավականացնում, մենք ուղղակի առաջարկում ենք մարզային բնակավայրերի տարբերակը։ Եթե հիպոթեկի դիմեն ինչ որ այլ աջակցության տարբերակներ կան հիպոթեկի տոկոսի, օրինակ ցածր լինելու թե սովորական հիպոթեկային պայմաններն։ Ոչ թե սովորական, այլ այն պայմանները, որոնք սահմանված են մեր կառավարության որոշմամբ։ Այսինքն մենք ունենք հստակ պայմաններ, որով բանկերն իրականացնում են վարկավորում, եւ եթե հենց այս հավաստագրի շրջանակում է հավելյալ վարկ պահանջվում, հավելյալ վարկը եւս ապահովվում է նույն պայմաններով եւ այն նույն պայմաններով ինչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին թե ոչ ինչ որ այս ծրագրի համար, որտեղ այս ծրագրի դեպքում գործում է 13% սեփական ռեսուրսով վարկավորման տրամաբանությունը, որը պետք է լինի առնվազն 10 տարի գործող հիպոթեկային վարկ, տանարժեքը չպետք է գերազանցի 55 միլիոն դրամը, ընտանիքի մեկ անդամի հաշվով 9 քառակուսի մետրից պակաս չպետք է լինի, այսինքն այն բոլոր պայմանները, որոնք սահմանված են մեր ծրագրով եւ դրանով էլ բանկերը իրականացնում են վարկավորում, դա գործում է նաեւ, եթե կպահանջվի հավելյալ վարկ, այսինքն որևէ մեկը չի կարող հավելյալ վարկի դեպքում կիրառել այլ տոկոսադրույք, որևէ բանկ։ Եվ այն խոսույթը, որ հավելյալ վարկ տրամադրելու համար բանկերը պահանջում են լրացուցիչ երաշխիքներ, այլ գրավ, եւս իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ վարկը ինքը որպես այդպեսին մեկն է, որը ունի մեկ գրավ, այսինքն այն գույքը, որը ձեռք է բերվում հավաստագրով, պարզապես եթե կա հավելյալ միջոցների ներգրավում, այստեղ ունենում ենք երկու վճարման ժամանակացույցեր։ Պետության մասը տրամադրվում է պետությանը, քաղաքացու մասը տրամադրվում է քաղաքացուն, բայց վարկը որպես այդպիսին գլխավոր վարկը մեկն է, որը ունի մեկ գրավի առարկա, դա հենց այդ գույքն է, որը ձեռք է բերվում հավաստագրով։ Եվ վերջում Տիկին Ղարագյուզյան, մարդիկ խնդիր ունեն սև ցուցակներում լինելու հետ կապված, որովհետև 20 թվականից հետո հայտնի պատճառներով չեն կարողացել պատշաճ իրականացնել վճարումները, հայտնվել են սև ցուցակներում, բայց մարդիկ պարտաճանաչ քաղաքացիներ են եղել եւ կան, հիմա աշխատում են, կարողանան, բայց սև ցուցակներում են։ Այդ խնդիրը եւս գրեթե կարգավորման վերջին փուլում է,
որովհետև այստեղ մեր կենտրոնական բանկի գործընկերների օգնության կարիքը կար, քանի որ այդ իրավահարաբերությունները մենք չենք կարող կարգավորել, դա բանկային օրենսդրությունից բխող կարգավորումներ են պահանջում եւ մեր գործընկերները հավաստիացնում են, որ մինչեւ մայիս ամիսը այստեղ եւս ներքին իրավական կարգավորումներ կսահմանվեն եւ մայիս ամսից սկսած գործընկեր ֆինանսական կազմակերպությունները հավաստագրով վարկավորում իրականացնելիս, եթե վարկը կլինի 100% սուբսիդավորվող, վարկային պատմությանը ուշադրություն չեն դարձնի, հա, եւ ոչ մի խնդիր այստեղ չեն ունենա։ Տիկին Ղարագյոսյան, ես նախորդ անգամ զրուցում էի ձեր գործընկերոջ հետ 40+10 ծրագրի հետ կապված, հիմա ճիշտ չէ լինի, որ այդ 40+10 ծրագիրը չդադարեցվեր, մինչև մարդիկ բնակարան ունենային, նոր դադարեցվեր, որովհետև հիմա մարդիկ կհայտնվեն փողոցում, չեն ստանա 40+10, իսկ դիմել են ընդամենը 1000 ընտանիք, այն ընտանիքները, որ նույնիսկ դիմել են, բայց դեռ բնակարան չեն հասցրել ձեռք բերել, այդպիսի շուրջ 900 ընտանիք կա, իրենք ինչ պետք է անեն։ Կարծում եմ նոր միտք չէ մասի, այս ընթացքում շատ եք լսել այս միտքը, որ 40+10 ծրագրի գոյությունը մեր հայրենակիցների կյանքում խոչընդոտում է բնակապահովման ծրագրի արդյունավետությանը եւ մարդիկ չեն դիմում ծրագրին։ Սա մեկ փորձ է, որպեսզի մեր հայրենակիցները ի վերջո տրամադրվեն եւ դիմեն բնակարանապահովման ծրագրին, քանի որ կարճաժամկետ ֆինանսական աջակցության ծրագրերը բոլորս էլ հասկանում ենք, որ մի օր դադարեցվելու են, իսկ սա երկարաժամկետ ծրագիր է եւ այս պահի դրությամբ արդեն ըստ էության 100% գործող, եթե խոսում ենք նաեւ սև ցուցակների մասին, դա օրերի հարց է, մինչեւ մեր հայրենակիցները դիմեն ստանան քաղաքացիություն եւ արդեն հերթը հասնի դիմել ծրագրին, այդ հարցը միանշանակ կարգավորված կլինի եւ ըստ էության այս պահին որևէ խոչընդոտ, որը ուղղակի արգելք է եւ չեն կարողանում օգտվել ծրագրից, ուղղակի չունենք։ Եվ սա եւս մեկ անգամ մեկ լավ առիթ է, որպեսզի մեր հայրենակիցները վերջնական կայացնեն որոշում եւ դիմեն ծրագրին։ Տիկին Ղարագյոսյան, մեկ նկատառում, գուցե այնպես արվել, որ ովքեր դիմել են, բայց դեռ չեն ձեռք բերել բնական, այդ մարդկանց համար ամբողջովին շարունակվեր այն 40+10-ի ծրագիրը, որովհետև այս մարդիկ ակնհայտորեն չեն խուսափում, դիմել են, ուղղակի դեռ չեն հասցրել բնական գտնել, բայց փնտրտուքների մեջ են։ 40+10 ծրագրի շարունակականության վերաբերյալ կարծում եմ գործընկերս մանրակրկիտ ներկայացրել է, որ ծրագիրը ոչ թե դադարեցվել է, այլ ուղղակի ավելի թիրախային է դարձվել եւ նախ շարունակվելու է 3 ամիս մինչեւ կոնկրետ թիրախային խմբերի համար, այնուհետ նոր ծրագիրն է գործի դրվելու, որը կոնկրետ թիրախավորված է ըստ ընտանիքների եւ եթե կգնահատվի, որ այդ ընտանիքները, ովքեր ունեն հավաստագիր, բայց դեռ գույքը ձեռք չեն բերել եւ բավարարում են այդ ծրագրի պահանջներին, նրանք եւս կստանան կոնկրետ աջակցություններ իրենց կոմունալ կենցաղային հարցերը կարգավորելու համար, մինչեւ գույքը ձեռք կբերեն։ Ամեն դեպքում 40+10-ի տրամաբանությունը հստակ է, նա պետք է լինի հստակ թիրախավորված, իսկ բնակարանային ծրագիրը ինքը այդքան էլ երկարաժամկետ չի դիմելու ընթացակարգը, որ ասում են մինչև 6 ամիս տևում է, նման ոչ մի բան չկա, քաղաքացիության ստացումը գուցե միջինում 2 ամիս է տևում, բայց ստացումից հետո ծրագրին դիմելը հավաստագիրը գեներացվում է ինքնաշխատ եղանակով հենց այդ պահին, հենց որ դիմում են, եթե ծրագրի բոլոր պայմաններին բավարարող դերստած քաղաքացին թե ոչ, ես հետ էի ուզում նշել, եթե ծրագրի պայմաններին բոլոր բավարարում են, իսկ պայմաններից գլխավորը հենց քաղաքացիությունն է, այսինքն եթե կա քաղաքացիություն, եթե կա հստակ տեղահանվածի կարգավիճակ միգրացիայում կամ օպերատիվ շտաբում, եթե չկա սեփականություն եւ եթե չենք հանդիսանում նախորդիվ իրականացված բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու, նույն վայրկյանին գեներացվում է հավաստագիրը QR կոդով էլեկտրոնային փաստաթուղթ է, որը առաքվում է շահառուի էլ-փոստին։ Դրանից հետո առավելագույնը 1 ամիսը բավարար է, որպեսզի հիպոթեկային վարկավորման հետ կապված բոլոր գործընթացները իրականացվեն։ Այսինքն միջինում 3 ամիս, 2 ամիս քաղաքացիությունը, 1 ամիս հիպոթեկի քաղաքացիության մասով Տիկին Ղարագյոսյան ասում են ինչու եք ստիպում հենց հիմա դառնալ քաղաքացի։ Տվեք այդ բնականը 5 տարի հետո կդառնան, բայց այո, այդ պայմանը դրեք, որ սեփականության վկայականը կստանաք 5 տարի հետ եւ դառնաք քաղաքացի, բայց հիմա մարդիկ էմոցիոնալ ինչ-որ ֆոնի մեջ են, տարբեր
մեդիա ինչ-որ գրողների տակ են, տարբեր ինֆորմացիոն հոսքերի տակ են, ինչու եք այդ պարտադրում նաև էմոցիոնալ կապ կա Արցախի հետ, միակ բանն է մնացել Արցախից։ Երբ որ երկարաժամկետ եւ այս մասշտաբի է, ես պետք է նշեմ, որ այս բնակապահովման ծրագիրը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին եւ միակ այս ծավալի բնակապահովման ծրագիրն է եւ շահառուների թվի առումով եմ ասում մասշտաբը եւ բյուջեի, եւ երբ որ պետությունը իրականացնում է այս մասշտաբի ծրագիր եւ ֆիքսում է հստակ պահանջներ, որոնք ի դեպ երկար են քննարկվել որոշումը կայացնելուց առաջ, հղում անել եւ պահանջները վերանայել զուտ էմոցիոնալ ֆոնով պայմանավորված հանգամանքներին իրականում լուրջ չի եւ շատ ավելի լուրջ պատրվակներ են անհրաժեշտ պայմանները վերանայելու համար։ Ի դեպ ծրագիրը մի քանի անգամ պայմանները վերանայվել են, որովհետեւ այո, կիրառվող պրակտիկայում մենք էլ ենք տեսել, որ այո, ունենք խնդիրներ։ Այո, եղել է խնդիր, երբ որ մենք պահանջել ենք անչափահաս երեխային դարձնել սեփականատեր, քանի որ այստեղ խնդիրները շատ էին եւ գործընթացը ավտոմատ արհեստականորեն երկարաձգվում էր եւ պայմանը վերանայվեց։ Այո, մենք ունենք բնակավայրերի ցանկի հետ կապված խնդիր, բնակ մակերեսի հետ կապված խնդիր եւ այլ խնդիրներ, որոնք ծրագրի այս 1 տարվա գործողության ընթացքում իրավական առումով գործողության ընթացքում վերանայվել են։ Ինչու եմ նշում իրավական, որովհետեւ բոլորս գիտենք, որ 24 թվականի մայիսին է ծրագիրը հաստատվել, բայց որպես այդպիսին գործնական փուլ հաշվի առնելով ներքին ընթացակարգեր, այդ թվում բանկերի, տեխնիկական եւ այլ խնդիրները, տարեվերջին նոր մենք մտանք գործնական փուլ եւ ըստ էության 25 թվականի հունվարից ամբողջությամբ անխոչնդոտ իրականացվում է հավաստագրման եւ վարկավորման գործընթացները, դրա համար ասել, որ ծրագիրը 1 տարի է գործում է, բայց ունենք ընդամենը 1000 հավաստագիր, այդքան էլ այդպես չի։ Ծրագիրը փաստացի բոլոր խոչընդոտները վերացնելուց հետո ըստ էության գործում է վերջին մի քանի ամիսներ։ Նախարարությունը պատրաստ է առաջացող մյուս խնդիրների դեպքում եւս արձագանքի փոփոխություններ կատարել։ Նախարարությունը որ արդեն հասել է այն փուլին, որ արդեն ունի հստակ ձևավորված մեխանիզմներ։ Այո, ես որպես նախարարության բոլոր բնակարանային ծրագրերի պատասխանատու վստահեցնում եմ, որ մեր բոլոր բնակարանները ապահովման պետական աջակցության ծրագրերում, եթե որոշակի ժամանակ անց մենք արձանագրում ենք խնդիրներ, խոչընդոտներ, որոնք իսկապես օբյեկտիվ են, այլ ոչ թե տարբեր մարդկանց կմահաճույքն են, կամ թեկուզ օրինակ գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ կապված խնդիր է, մենք շատ արագ արձագանքում ենք եւ եթե մեր բոլոր որոշումների ինկորպորացիաները որևէ մեկը վերլուծություն անի, կարծում եմ պատկերը ակնհայտ կլինի, որ որոշումները բազմաթիվ անգամներ փոփոխվել են եւ բարեփոխվել են, այսինքն փոփոխությունը ուղղակի ինքնանպատակ չի, հա, հիմքում դրված են ծրագրի բարեփոխումները։ Մեր բոլոր բնակապահովման ծրագրերը նախորդիվ իրականացված արցախցիների համար նույն բնակապահովման ծրագիրը, որը հայտնի է 10 միլիոնների հավաստագիր է, ծրագիրը եւս բազմաթիվ անգամներ փոփոխվել է եւ մենք երբ որ մեկնարկում էինք ծրագիրը ունեինք նույն պատկերը, շատ ավելի վատ պատկեր, քան ներկայիս ծրագիրն է։ Մենք առաջին 1 տարում չունեինք շահառուներ, չունեինք գործընկեր ֆինանսական կազմակերպություններ, բայց այսօր ծրագրի պոտենցիալ 3900 շահառուներից 3400-ը արդեն իրացրել են իրենց հավաստագրերը եւ ունեն անշարժ գույք Հայաստանի Հանրապետությունում, մյուս 500-ն էլ, ինչպես նշեցինք, այդ ստեղծուցակների հետ կապված խնդրի կարգավորմանն են սպասում, որ օր առաջ իրենք էլ իրացնեն իրենց հավաստագրերը։ Եվ վերջում տիկին Ղարագազյան ինչի ասում վիճակագրությունը կա, դիմելիության աճ կամ աճի դինամիկա։ Իհարկե, դիմելիության աճը ակնհայտ է, որովհետև եթե մենք տարին ամփոփել էինք 30 հավաստագրով եւ 1 իրացված հավաստագրով, մենք այսօր ունենք 1020 հավաստագիր եւ 115 իրացված հավաստագիր։ Իրացված հավաստագրերի թիվը մոտավոր է, որովհետև մենք process-ում գտնվող երևի հենց այդքան էլ ունենք, որովհետև հիպոթեկային վարկ է, միջինում 1 ամիս տևում է եւ բանկերի հետ հետադարձ կապը թույլ է տալիս վստահեցնել, որ մի այդքան էլ այս պահին ունենք ընթացքի մեջ, իսկ դա կարծում եմ, եթե ընդհանուր ծրագրի համատեքստում ենք նայում, գուցե փոքր թիվ է, բայց եթե այս կարճ ժամանակահատվածի համատեքստում ենք նայում, դա հսկայական աճ է։ Շնորհակալ եմ տիկին Ղարագազյան։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։